Ինչու Հայազգային կոնգրեսն իշխանափոխություն չի անում, կոնգրեսի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանն այսօր տեղեկացրել է, որ ՀԱԿ-ը բազմիցս կշեռքի մի նժարին է դրել իշխանափոխությունը, մյուսին երկրի շահն ու Ղարաբաղի հարցը։ Գերակայում է երկրի շահը Ղարաբաղի հարցը։ Հենց այդ պատճառով է նրա ընդդիմությունը երկխոսության մեջ մտել իշխանության հետ։ Կոնգրեսում պարոն Մակեյանի հավաստմամբ մտածել են, որ իշխանությունը նույնպես կշեռքի նժարներին դնելու բան կունենա եւ ի վերջո կգերադասի հրաժարականը։ Ցավոք սրտի իշխանությունները այս հարցում կարծես թե այդքան էլ մտահոգ չեն։ Սերժ Սարգսյանը որևէ ցանկություն չունի եւ չի էլ կարող ունենալ, որ հրաժարական տա։ Մնում է ժողովրդի ճնշման տակ իշխանություններին ստիպել հրաժարական տալ, ասել է Պետրոս Մակեյանը։ ՀՀԿ խմբակցության անդամ Մկրտիչ Մինասյանը հակադարձում է ընդդիմադիր գործընկերոջը, ավելի լավ կլինի, եթե սպասեք հերթական ընտրություններին։ Ժամանակ կա իսկապես ամբողջությամբ պատրաստվելու եւ արդյունավետ կրկնում եմ ոչ վիճահարույց ընտրություններ ու արդյունքներ ստանալու համար։ Հաջորդ տարվա մայիսին ոչ վիճահարույց ընտրություններ անցկացնելու հարցով իշխանությունն ըստ Մկրտիչ Մինասյանի պատրաստ է երկխոսել ընդդիմության հետ։ Ասում են խնդրեն քննարկենք խնդիրներ, որոնք իսկապես դուք ընդհանրապես փափուկ բարձ եք դնում ժողովրդի եւ ընդդիմության գլխի տակ, որպեսզի հերթական անգամ նորից կեղծեք գործարքի մեջ մտնեք միջազգային հանրության գերտերությունների հետ։ Լրագրողները պարոն Մակեյանից հետաքրքրվել են, իսկ երբ ամեն անգամ ընդդիմությունը ժողովրդին ինչ որ խոստումներով հանրահավաքից տուն է ուղարկում, փափուկ բարձով չի ճանապարհում։ Կարելի է նաեւ այդ գնահատականը տալ։ Մակեյանը վստահեցնում է, երկրին պետք չէ արաբական արյունոտ հեղափոխությունների կրկնությունը։ Մհեր Աշակյան, Ասմիկ Ֆարոյան, IPFE